Հայաստանի համախառն միջազգային պահուստները նոր պատմական ռեկորդ են սահմանել՝ 5 միլիարդ 520 միլիոն դոլար։ Սա շուրջ 435 միլիոն դոլարով ավելի է 2025-ի տարեվերջին արձանագրված ցուցանիշից։ Տվյալները Կենտրոնական բանկինն են։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով դեռ 2000-ականներին ընդամենը մի քանի 100 միլիոն դոլար էր պահուստների մակարդակը։ Հիմա մենք հասցրել ենք 5.5 միլիարդից ավել։ Սա նշանակում է, որ մենք այլևս ապահովում ենք մեր հայկական դրամի կայունությունը, նշանակում է, որ մենք կարողանում ենք վստահություն փոխանցել ներդրողին մեր տնտեսության նկատմամբ, նշանակում է, որ մենք կարող ենք բուֆերային հնարավորություն օգտագործել, որպեսզի ճգնաժամային ցնցումային տնտեսությունների պարագայում, հատկապես ներկա ժամանակում աշխարհաքաղաքական այս տեկտոնիկ իրավիճակում կայունություն ապահովել եւ նաեւ ամենակարևորը, որ միջազգային կազմակերպությունների մոտ վարկունակության հստակ ցուցիչ է։ Եվ սա պետք է իսկապես ողջունել։ Պահուստների կայուն աճը դրական է, ասում է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։ Նրա խոսքով տնտեսությունից դուրս է բերվել ավելցուկային արտարժույթը, որը հակառակ դեպքում կարող էր արժևորել դրամը։ Պահուստները շատ կարևոր են երկրի համար, շեշտում է Ասատրյանը։ Պատկերացրեք, դուք ներժող եք, արտաքին ներժող եք։ Եթե մտնում եք մեր շուկա, բացի ամենից դուք նաև այդ ծածկույթի կամ արտարժույթը հետ ստանալու խնդիրն եք ունենալու։ Եվ իհարկե այն երկրները, որոնք չունեն բավարար պահուստներ, պետք է որ չվստահեն կամ ասենք փոխհարուցում տվող։ Հիմա եթե որևէ մի օղակ զգա, որ իր պարտավորությունների կատարման վտանգ կա, իսկ դա պահուստերով պետք է արտահայտվի, իհարկե վստահություն այդ մեր երկրի նկատմամբ վստահությունը կնվազեցվի։ Սերգեյ Բագրատյանը բերում է ավելի մատչելի օրինակ։ Եթե մարդն ունի խնայողություն, ցանկացած ճգնաժամի կամ հիվանդության դեպքում այն կարող է օգտագործել։ Նույնը այս պարագայում պետությունը կարող է անել։ Որովհետև մենք հասկանանք 5.5 միլիարդը շատ է թե քիչ, միջազգային տնտեսագիտական կառույցները դա վերլուծում են հետևյալ կերպ։ Այն երկիրը, որտեղ կարողանում են պահուստային հնարավորություններով ապահովել 3-ից 6 ամսվա ներկրումների ծավալը, նշանակում է բարձր ցուցանիշ ունեն։ Արժույթի միջազգային հիմնադրամը շատ բարձր է գնահատում այս կայունությունը եւ ունենալով պահուստային նման հնարավորություն մենք մեր վարկունակության աստիճանը տարբեր միջազգային կառույցների կողմից բարձրանում է եւ երկրի վարկունակությունը վարկեր վերցնելու հնարավորությունը ցածր տոկոսադրույթներից օգտվելու միջազգային պրակտիկան այլևս հասանելի է դառնում երկրի համար։ Երկրի վճարունակության, նաև ներդրումային գրավչության համար է պահուստների բարձր մակարդակը կարևոր։ Բագրատ Ասատրյանն անհրաժեշտ է համարում նաև ոսկով պահուստներ ունենալը։ Արդեն շուրջ 2 տասնամյակ է չունենք։ Մեր տարածաշրջանը, այսպես, գիտեք ինչ է բանը, կրակի մեջ է որևէ դու իբր անց ու եթե որ տնտեսության մասին մտածում ես, այս պարագայում իհարկե փորձել ես պահուստները ավելացնես, որ ավելի հուսալի լինես, որ ռիսկերը քիչ լինեն։ Սա բան չի, թվաբանական մեծություն չի, սա իրավիճակով պայմանավորված, հարաբերություններով պայմանավորված, հնարավոր զարգացումներով պայմանավորված, ըստ իրավիճակի պետք է վճիռները կայացվեն։ Պահուստների վերջին 2 ամսվա աճն էապես պայմանավորված է կառավարության կողմից 2025 թվականի եվրոպարտատոմսերի տեղաբաշխմամբ, ինչպես նաև Կենտրոնական բանկի արժութային շուկայում իրականացված գործառնություններով։ Թեմայի վերաբերյալ լուրերի հարցմանն ի պատասխան հայտնեցին գլխավոր դրամատնից։ Միջազգային պահուստների ձևավորման հիմնական նպատակն է Հայաստանի ընթացիկ եւ ապագա արտարժութային պարտավորությունների անխափան սպասարկումը եւ արտարժութային իրացվելիության ապահովումը ֆինանսական շուկաների բնականոն գործունեության համար։ Կենտրոնական բանկը պահուստների կառավարման ներքո մշտապես ձգտում է ապահովել պահուստների այնպիսի օպտիմալ մակարդակ, որը թույլ կտա արդյունավետ իրականացնել նշված նպատակները նվազագույն ծախսերով։ Ընդ որում չափից շատ պահուստների կուտակումը եւս անցանկալի է, քանի որ հանգեցնում է տնտեսությունից միջոցների դուրսբերման։ Պահուստների ներկա մակարդակը ավելի քան բավարարում է միջազգային պրակտիկայում ընդունված մի շարք չափանիշներին, այդ թվում ներմուծման ծածկույթի չափանիշին, ինչը ըստ Հայաստանի կենտրոնական բանկի գնահատականների 2025 թվականի արդյունքներով կազմում է մոտ 4 ամիս, նույնիսկ հաշվի առնելով ներմուծման մեջ որոշ ժամանակավոր ոչ կառուցվածքային գործոնների առկայությունը։ Նշված չափանիշները պարտադիր չեն կատարման համար եւ ունեն ընդամենը ուղենշային բնույթ։ Ընդհանուր առմամբ 2018 թվականի փետրվարից Հայաստանի համախառն միջազգային պահուստներն աճել են ավելի քան 3.2 միլիարդ դոլարով։ Համեմատության համար 2010-ից 2018 թվականներին աճը կազմել է ընդամենը մոտ 400 միլիոն դոլար։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։